Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկ Մարդիսալու Կահարին։ Նախարար Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները, ընդգծելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է վիզաների ազատականացման, բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Թվայնացումը դիտարկելով որպես պետական առաջնահերթություն, նախարարն անդրադարձել է դրա փուլային իրագործման ուղղված ռազմավարական քայլերին, որոնք միտված են մատուցվող ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը։ Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը, նշելով, որ միջոցառումներ են ձեռնարկվում Հայաստանում Էստոնիայի դեսպանություն բացելու ուղղությամբ։ Կողմերը վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը, կարևորելով փորձի փոխանակման նպատակով երկկողմ այցերի անհրաժեշտությունը։ Հունվարի 9-ին համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժնում ստացվեց հաղորդում յութուբյան ալիքով մի քաղաքացու կողմից մեկ այլ քաղաքացու հասցեին հայհոյանքներ հնչեցնելու մասին։ Արդեն հաջորդ օրը բաժնում ստացվեց հաղորդում։ Տղամարդը սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել քաղաքացու եւ նրա ընտանիքի հասցեին, ապա տեսանյութը չտարածելու դիմաց պահանջել խոշոր գումար։ Մայրաքաղաքի Լվովյան փողոցի 62-ամյա բնակիչը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Նույն օրը նախաձեռնվեց քրեական վարույթ խուլիգանության եւ շորթման հատկանիշներով։ 62-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հունվարի 14-ին դատարանի որոշմամբ տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հունվարի 12-ին գիշերվա ժամը 1-ին ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում ստացվեց Մարալիկի շտապօգնության ենթակայանից։ Հայտնեցին, որ իրենց ենթակայանի մոտ հայտնաբերել են կրծքավանդակի արյունահոսող վերքով երիտասարդի, որին տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Ահազանգով մեկնեցին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները։ Քրեական եւ համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման արդյունքում պարզվեց, որ նախորդ օրը ժամը 23:30-ի սահմաններում Մարալիկի Հրանտ Շահինյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում 34-ամյա երիտասարդին մոտ է եղած դանակով հարվածել է Մարալիկի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում դանակահարողն ինքնակամ ներկայացավ Անիի բաժին, խոստովանեց արարքն ու ներկայացրեց հանցագործության գործիքը։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին եւ ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համակեցության կանոնները խախտելը, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն ու մարդկանց անդորրը խախտելը խուլիգանություն է։ Հունվարի 9-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, որ մի երիտասարդ տան պատուհանից կրակոց է արձակում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողները եւ Նայրիի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ ամանորի գիշերը իրենց տան պատուհանից կրակոց է արձակել Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը։ Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է բաժին, որտեղ հայտնել է, որ ձայնային ազդանշան արձակող հատրճանակով կրակոցն ինքն է արձակել։ Հունվարի 12-ին Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում երևում էր, որ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչը իր առանձնատան բակում ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակում մոտ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները նույն օրը ձերբակալել են քաղաքացուն ու տեղափոխել բաժին։ Նա խոստովանել է, որ ամանորի գիշերը մորաքրոջ ամուսնու որսորդական ակոսափող հրազենից կրակոցներ է արձակել։ Նման մի տեսանյութ էլ տարածվել էր TikTok հարթակում։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ ամանորի գիշերը Արարատի մարզի Բաղրամյան գյուղում 3 տղամարդ խախտելով հասարակական կարգը որսորդական ողարկափող հրազենից մեկական կրակոց են արձակել օդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հրազենի տերը ներկայացել է բաժին եւ նախաքննական մարմնում տվել խոստովանական ցուցմունք։ Հունվարի 12-ին համայնքային ոստիկանության Տարանունի բաժնում ստացված օպերատիվ տվյալն իրացվեց մարզի քրեական ոստիկանների հետ համատեղ։ Ըստ տվյալի ամանորի գիշերը Վանաձորի բնակիչ 24 եւ 26 տարեկան երկու երիտասարդ խախտելով կարգն ու անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ 24-ամյա երիտասարդի անվամբ հաշվառված 2 հրազենից մի քանի անգամ կրակել են օդ։ Երիտասարդները ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն։ Բոլոր դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվել։
Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, նրանց ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Խնդրեմ, ծանոթացեք, ստորագրեք։ Իսկ ես կարող եմ բարեկ դառնալ։ Երևի։ Իսկ տարիքային սահմանափակում կա։ 18 տարեկանից սկսած։ Իսկ ֆիզիկական պատրաստվածություն Կարևոր է։ Իսկ վարորդական իրավունքը պարտադիր է։ Պարտադիր է։ Իսկ եթե չունեք ժամանակ կտանք, սովորեք եւ ձեռք կբերեք։ Իսկ քաղաքացիությունը պարտադիր է։ Պարտադիր է։ Վստահիր քեզ, միացիր մեզ։ Իսկ ես կարող եմ բարեկ դառնալ։ Երևի։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարում է բարեկային ծառայության ընդունելություն։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Օգտակար խորհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելիս։ Վարորդներին խորհուրդ է տրվում ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, պահպանել տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը, փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն։ Ինչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ։ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել։ Ավելի լավ է փորձել փոստփորել արգելափակված անվի տակ եւ դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ սրահի գորգը։ Դա կօգնի բարելավել ձգողականությունը եւ հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից։ Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին։ Հիշեք խորհուրդները եւ եղեք պաշտպանված։ Եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։